Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած ցեղասպանական պատերազմի 1205-րդ օրն է։ Որոշեցի կարճ թեթև ամառային եթեր անել անալիտիկա ալիքում։ Ուկրաինայի գլխավոր շտաբը երեկոյան պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի տարածքում 3 կարևոր օբյեկտների խոցումը։ Հունիսի 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ստորաբաժանումները համագործակցելով պաշտպանության ուժերի այլ կառույցների հետ հարվածներ են հասցրել ռուսական ագրեսորի մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտներին։ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ հատուկ գործողությունը իրականացվել է թշնամու պայթուցիկ նյութերի արտադրության եւ զինամթերքի կիրառման գործողությունները նվազեցնելու նպատակով հաստատված տվյալների հարված է հասցվել Տամբովի Վարոդի գործարանին, ինչի մասին ես երեք Հակոբյան լայվ ալիքում դες տեղեկացրել էի։ Ինչպես գիտեք, այնտեղ հրդեհ էր բռնկվել։ Այս գործարանը ամենակարևորներից է Ռուսաստանի ռազմական արդյունաբերության ոլորտում եւ մատակարարում է վառոդ տարբեր տեսակի հրաձգային զենքերի, հրետանու եւ հրթիռային համակարգերի համար։ Այստեղ արտադրվում է նաեւ կոլոքսիլին տարբեր պայթուցիկ նյութերի ստեղծման համար։ Բացի այդ, պայթումներ են գրանցվել Կուրսկի մարզում տեղակայված 106-րդ օդադեսանտային դիվիզիայի զինամթերքի պահեստում Ռուսաստանի եւ Վորոնեժի մարզում գտնվող Բատուրլինովկա ավիաբազայի զինապահեստում հարվածների մանրամասները դեռ ճշտվում են։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են անել ամեն ինչ Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ռազմական եւ տնտեսական ներուժը խաթարելու եւ Մոսկվային ստիպելու դադարեցնել զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Այսպիսի կանխարգելիչ հարվածները չափազանց կարևոր է Ռուսաստանի ահաբեկչական ներուժը նվազեցնելու համար։ Իդեպ նախորդ օրը Գերմանիայի կանցլեր Մերցը բացահայտորեն մեղադրել է Ռուսաստանին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, մեջբերեմ վերջին զանգվածային հարձակումները Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից լուրջ ռազմական հանցագործություն են հայտարարել նա։ Մերցը նշել է, որ վերջին օրերին ռուսական բանակը նպատակաուղղված եւ անողորմ կերպով հարձակվում է խաղաղ ուկրաինացիների վրա, օգտագործելով շահեդ դրոններ եւ թեւավոր հրթիռներ։ Կանցլերի խոսքով նման հարվածները Ռուսաստանի կողմից ահաբեկչություն են քաղաքացիական բնակչության դեմ եւ ամեն ինչ են բացի համաչափ պատասխան լինելուց, ինչպես ռուսներն են ցանկանում ներկայացնել իրենց հարվածները։ Դե գիտեք, ռուսները ասում էին, որ սա իրենց ստրատեգիական ավիացիայի խոցման պատասխանն է։ Բայց դե ամբողջ աշխարհն է տեսնում, թե ինչ է իրականում կատարվում։ Մերցը ընդգծել է, որ դա չի կարող համարվել համարժեք պատասխան ուկրաինական պաուտինագործողությանը, Սարդոստային գործողությանը, որի շրջանակում ուկրաինական դրոնները հարվածել էին ռուսական ավիաբազաներին եւ ոչնչացրել ռուսական ստրատեգիական ինքնաթիռները։ Միևնույն ժամանակ Ռուսաստանում պետական ամենաբարձր մակարդակով շարունակվում են տարածել ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ռուսական ուժեր մտել են Դնեպրոպետրովսկի մարզ։ Կրեմլի կոլոտի բեղավոր քարտուղար Պեսկովը եւս հանդես է եկել նման հայտարարությամբ, փորձելով նաեւ իր մակարդակից այդպիսի իրենց համար իբր դրական լուր տարածել։ Ուկրաինայի զինված ուժերը հերթական անգամ չեն հաստատել այդ տեղեկատվությունը, իսկ ամերիկյան պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը եւս նշում է, որ տվյալ պահին չկա որևէ ապացույց, որը կհաստատի ռուսական բանակի հարձակողական գործողությունները Դնեպրոպետրովսկի մարզում կամ նրանց Դնեպրոպետրովսկի մարզում ընդհանրապես լինելը։ Պատկերացնում եք, ինչ մակարդակի է հասել Ռուսաստանի դեգրադացիան։ Օրինակ 22 թվականի փետրվարին ռուսական բանակը ընդամենը մի քանի օրում կարողացել էր գրավել հարյուրավոր բնակավայրեր Ուկրաինայում, միջին եւ փոքր քաղաքներ, գյուղերի մասին երևի ավելորդ է ասել, հազարավոր գյուղեր էին, այդ թվում մարզկենտրոն Խերսոնը։ Ռուսները հասել էին նաեւ երկու այլ մարզկենտրոնների՝ Միկոլաևի եւ Սումիի մատույցները, սակայն հետագայում Ռուսաստանը ստիպված եղավ փախչել այդ տարածքներից եւ ընդհանրապես 5 մարզերից ամբողջությամբ Խերսոն մարզկենտրոնը ազատագրվեց։ Երևի քչերն են հիշում, որ նույնիսկ Ժիտոմիրի մարզի հյուսիսում ռուսական օկուպանտների ներկայություն կար, բայց ուկրաինական ուժերը կարողացան նրանց դուրս մղել թե Ժիտոմիրի մարզից, թե Կիևի, Չեռնիգովի, Սումիի եւ Օդեսայի մարզերից եւ նույնիսկ կարողացան ազատագրել Խարկովի մարզի մեծ մասը, իմջալոց Խարկովի մատույցներում էլ էին ռուսները։ Իսկ այսօր մոտ 700 կիլոմետր Կիևից հեռու ռուսական կողմը փորձում է ամեն մի փոքր գյուղի գրավումը ներկայացնել որպես խոշոր ռազմավարական հաջողություն, ինչպիսին Ստալինգրադն է, հա երևի։ Մինչդեռ մեր եթերը պատրաստելու պահին օկուպացված Ղրիմում Սակե ավիաբազայում, որը գտնվում է Նավաֆյոդորովկա
գյուղի տարածքում հայտնում են հրդեհի մասին։ Հրդեհը բռնկվել է թռիչքուղու եւ պահեսների հատվածում։ Հուսամ մինչ մեր Հակոբյան լայվ ալիքում ռազմաճակատի եթերը պատրաստել է, արդեն մանրամասներ կլինեն ձեզ հաղորդելու նաեւ այս ուղղությունից, իսկ մեր Telegram-ում արդեն տեղադրել ենք նույնիսկ բարի դրոնների աշխատանքը Ռուսաստանի Բելգրադի մարզում։ Ավելի մանրամասն, ինչպես ասացիք, տեղեկացրենք ձեզ Հակոբյան լայվ ալիքում։ Իմիջիայլոց 3 լրացավ Թրամփի հերթական 2 շաբաթը, երբ նա խոստացել էր Ռուսաստանին պատժել, եթե չգնա խաղաղության։ Տեսնենք այս անգամ ինչպես կխափի կրուտիտի վարպետը, հա։ Չնայած հիմա ինքը, ինչպես ասում են, լեգիտիմ պատճառներ ունի այդ մասին չհիշելու, չէ՞ որ ներքին պատերազմ է հրահրել Ամերիկայում։ Հուսանք այս ամենը շուտ կավարտվի։ Մինչ Պուտինյան ռեժիմը փորձում է հորինել հաղթանակներ, Ռուսաստանում ձեռքի եւ ոտքի պրոթեզների պահանջարկը աճել է 1.5 անգամ։ Անցյալ տարի Ռուսաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին տրամադրվել է 152.500 վերին եւ ստորին վերջույթների պրոթեզ։ Այս թիվը 53%-ով գերազանցում է 23 թվականի ցուցանիշը, երբ տրվել էր 99.200 արհեստական ձեռք եւ ոտք, համեմատած 22 թվականի 64.800-ի հետ։ Այս մասին հայտնում են ռուսական օպոզիցիոն լրատվականները, հղում անելով Ռուսաստանի Դաշնության աշխատանքի նախարարության վիճակագրությանը։ Նշվում է, որ միայն ձեռքի պրոթեզների քանակը աճել է 75%-ով 8200-ից հասնելով մինչև 14500-ի, ոտքի փոխարինող սարքերի թիվը աճել է 51%-ով 91000-ից մինչև 138000 միավորի։ Անշարժաքայլակների, ինվալիդային սայլակների թիվը նույնպես աճել է 18%-ով։ Վերջին 3 տարում Ռուսաստանում փաստացի 300,000 քաղաքացի պրոթեզի կարիք է ունեցել։ Այս տվյալներից էլ կարելի է տեսնել Պուտինյան չկայացած կայսրության անուղղակի կորուստները։ Նա կորցնում է ոչ միայն սպանվածներով, այլև խեղվածներով։ Ճակատի իրավիճակի մասին լիարժեք տեղեկություն ստանալու համար կարող եք դիտել Հակոբյան լայվ ալիքով մեր եթերը։ Այսօր նույնպես շատ կարևոր լուրեր ունենք։ Իսկ այդ ֆոնին Ռուսաստանի Դաշնության բյուջեի դեֆիցիտը շարունակում է աճել եւ 25 թվականի հունվար-մայիս ամիսների արդյունքում կազմել է 3.4 տրիլիոն ռուբլի կամ հնայի 1.5%-ը։ Սա գրեթե 5 անգամ ավելին է, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում եւ գրեթե համապատասխանում է ամբողջ տարվա համար նախատեսված ցուցանիշին 3.8 տրիլիոն ռուբլու կամ հնայի 1.7%-ը։ Սկզբում Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը նախատեսել էր բյուջեն փակել 3 անգամ փոքր դեֆիցիտով 1.2 տրիլիոն ռուբլի կամ հնայի 0.5%-ը, սակայն մայիսին այդ ծրագիրը եռապատկվեց։ Նավթագազային եկամուտները մայիսին դարձել են վերջին 2.5 տարվա նվազագույնը, ընդամենը 513 միլիարդ ռուբլի։ Իմջելոց այս տվյալները երբ կարդում եմ, շատերին դուր չի գալիս, դա թաքնված պուտինիստներն են։ Երեք Facebook-ում մեկնաբանություն էի կարդում, մեկը կարծեմ կողբ գյուղից էր Երևան տեղափոխվել, իմ երեկվա եթերում ներկայացված Ռոստատի թվերը որակել էր որպես քարոզչություն եւ սուտ։ Հիմա չասես, բա արժեր այդ խելքով հելնել քո գյուղից հասնել Երևան։ Հումոր եմ անում իհարկե, մենք բոլոր հյուրերին էլ սիրում ենք, միայն թե իրենց հյուրի պես պահեն։ Մարդն այնքան էր նեղվել իմ զուտ մեջ բերած պաշտոնական տվյալներից, որ բոլորը ամեն ինչ խառնել էր իրար։ Ինչ ասեմ, եթե դուք պուտինիստ եք, մեզ լիովին միևնույն է ձեր զգացմունքները։ Սա պարզապես պատմեցի մեր լսարանին զուտ զվարճացնելու համար, տրամադրություն բարձրացնելով։ Իմջելոց հյուրասեր լինելուց էլ պետք է զգույշ լինել, երևի թե այն ռելոկանտների մասով եմ ասում, սենց կարծես տեսքից այդ շատ բարետես եւ քաղաքավարի են երևում, բայց դրանք մի հասարակության մաս են, որտեղ Ստալիններ եւ Պուտիններ են առաջանում եւ պետք է եւ երևի թե պետք չէ խափնվել, թե իրենք Պուտինից են փախել։ Իրենք Հայաստան են եկել կամ այլ երկրներ են տեղափոխվել զուտ իրենց հարմարավետ կյանքը շարունակելու համար, բայց շարունակում են աշխատել եւ հարկեր մուծել Ռուսաստանին եւ իրենց երկիրը այդ հարկերից զենք է արտադրում խաղաղ ուկրաինացիներին սպանելու համար։ Իհարկե կան մի 10% երևի թե այստեղ գլխավոր խոսքը երևին է, որ պուտինիստներ չեն, բայց հիմնականում պուտինիստ են։ Եթե կան մարդիկ, ովքեր կուզեն ստուգել, կարող եք պարզապես հարց տալ, թե ումն է ղրիմը։ Եթե սկսեն իրենց սուտ պատմությունը պատմել, ուրեմն ձեր առաջ ծպտված պուտինիստ է։ Ամենահեշտ դրանց էությունը պարզելու ձևն է, հարցրեք ումն է ղրիմը եւ ամեն ինչ պարզ կլինի։ Լավ, հիմա կիսահումորից անցնեմ պաշտոնական հայտարարության, որը հումորից ավելի ծիծաղելի է կարծես, բայց դե Թրամփի կադրերն են, սրանցից ինչ սպասենք։
Եվ ուրեմն Թուլսի Գաբարդը խոսեց ասեն, էլ բան չասեմ, երևի թե դե լսեք այս կնոջ զարմացնող հայտարարությունը։ Երևի ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը որոշել է մրցել Ռուսաստանի հերոստալիքների մարազմի հետ, հրապարակելով մի տեսանյութ, որտեղ պնդում է, թե քաղաքական էլիտաները ցանկանում են միջուկային պատերազմ Ռուսաստանի հետ, քանի որ իրենք ունեն, լսեք, ժամանակակից ապաստարաններ, որոնք կօգնեն իրենց փրկվել այդ պատերազմից։ Իմջելոց տեսանյութը երեք մեր Telegram-յան ալիքում տեղադրել եմ, կա եւ անգլերեն բնօրինակը եւ թարգմանված տարբերակը։ Գաբարդը որպես որևէ երկրի անուն չնշեց, բայց նրա դիտարկումները ակնհայտորեն համընկնում են Ռուսաստանի պաշտոնյաների եւ պետական քարոզչության վերջին շրջանում հնչեցրած հայտարարությունների հետ, ինչպես նաեւ Ամերիկայում ծայրահեղ աճ թևի մեկնաբանությունների, որոնք զգուշացնում են, թե ուկրաինական դրոնների հարվածը Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչներին այս ամսվա սկզբին թե իբր բարձրացրել է միջուկային պատերազմի հավանականությունը։ Երևի Թրամփն ասել, որ իրենք էլ փորձեն Պուտինի ընկած վարկանիշը բարձրացնել։ Հետաքրքիր է, եթե Պուտինը կրիչներ չունի, ինչով է միջուկային զենքը կիրառելու եւ ում դեմ ամենագլխավորը։ Գաբարդը ասում է մեջբերեմ. մեկ միջուկային ռումբը այսօր կարող է սպանել միլիոնավոր մարդկանց ընդամենը մի քանի րոպեում։ Այդ ռումբերից որևէ մեկը կգոլորշիացնի իր հարվածի գոտու ամեն բան, ասում է Գաբարդը, ցուցադրելով Սան Ֆրանցիսկոյի միջուկային հարձակման իմիտացիոն կադրեր։ Հիմա մեկը չլինի հարցնի տիկին, բա Ամերիկան ինչ կապ ունի այս ամենի հետ։ Չէ՞ որ ձեր շեֆը Թրամփը ասում է, որ ինքը միջնորդ է, Ուկրաինայի կողմից չէ։ Ինչու է կանտեղի մեր սիրելի ամերիկացիներին վախացնում։ Հարցը ռետորական է։ Դե ինչ կհետևենք այս հումորային սերիալի շարունակությունը։ Իդեպ Գաբարդով ամեն ինչ չի ավարտվում։ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է կրճատել Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության բյուջեն, այս մասին հունիսի 10-ին ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում իր ցուցմունքների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, դեմոկրատական կուսակցության կոնգրեսական Ջոզեֆ Մորեյի Ուկրաինայի անվտանգության աջակցության ֆինանսավորման վերաբերյալ հարցին Հեգսեթը պատասխանել է. դրա բյուջեն կկրճատվի։ Հեգսեթի խոսքով Ուկրաինայի հաղթանակը պատերազմում մինչ այժմ հստակ սահմանված չէ, մեջբերեմ, ինչպես նաև հաղթանակի հասնելու ուղին։ Բա հիմա չասես, մի ասա տենց բաներ էլի։ Հեսա անտեղյակների հավաքածուն որտեղից մեզ հանդիպեց։ Դե կարծում եք ինչու ավելի վաղ հիշատակեցի Ղրիմը, որովհետև օկուպանտները հասել են նրան, որ այդ տարածաշրջանը պարզապես ձեռքից գնում է։ Ժամանակավորապես օկուպացված Ղրիմում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։ Կրեմլի նշանակած այսպես կոչված Ղրիմի ղեկավար Աքսյոնովը ստորագրել է հրաման տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին։ Ապրիլ-մայիս ամիսներին վատ եղանակի հետևանքով սպասվող բերքազրկման պատճառով։ Կարծես բնությունն ինքն է ցույց տալիս օկուպանտներին դուրս եկեք այստեղից եւ ամեն ինչ կկարգավորվի։ Դե ռուսների պրոթեզներից, բանակի շնչահեղձությունից, տնտեսության կոլապսից եւ Ղրիմի բերքազրկումից հետո Թրամփի տարօրինակ կադրերի հայտարարությունների ֆոնին գոնե հիմնավոր լուրեր ունենք։ Եվրոմիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն է ներկայացրել։ Եվրոպական միության Ռուսաստանի դեմ սահմանված 18-րդ պատժամիջոցների փաթեթը կվերաբերի նրա տնտեսության հիմնական ոլորտներին, էներգետիկային, բանկային համակարգին եւ ռազմավարական արտահանման ուղղություններին։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքով առաջարկվում է արգելել ցանկացած տեսակի գործարք Հյուսիսային հոսք 1 եւ Հյուսիսային հոսք 2 գազատարների հետ կապված։ Մեջբերեմ սա նշանակում է, որ Եվրոմիության որևէ օպերատոր չի կարող ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալ որևէ գործարքի Հյուսիսային հոսքի գազատարներով։ Հետդարձ չկա, նշել է ֆոն դեր Լյայենը։ Այսպիսով Եվրոպան Թրամփի երազանքներին վերջ տվեց Հյուսիսային հոսքի հետ կապված։ Ինձ շատ կարևոր որոշում է, նաև մարտահրավեր է Թրամփին։ Եվրոհանձնաժողովը նաև առաջարկում է նավթի գնի վերին շեմը իջեցնել $60-ից մինչև $45 մեկ բարելի համար։ Մեջբերեմ Ռուսաստանի պետական եկամուտների մոտ 1/3-ը դեռ ստացվում է նավթի արտահանման հաշվին։ Մենք պետք է կրճատենք այդ աղբյուրը, ասել է ֆոն դեր Լյայենը։ Նա հավելել է, որ նավթի գնի սահմանափակումը մեծ յոթնյակի խմբի կոալիցիոն քայլ է եւ հաջորդ շաբաթ Կանադայում կայանալիք մեծ յոթնյակի գագաթնաժողովում առաջնորդները կքննարկեն համատեղ գործողությունների հնարավորությունները։ Ճիշտ ասած, մի քիչ կասկածներ ունեմ, մեծ յոթնյակում Ամերիկան է, Թրամփից կարող է սյուրպրիզ լինել։ Բացի այդ, Եվրոհանձնաժողովը առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ստվերային նավթի նավատորմի եւս 77 նավերի դեմ։ Ներկայումս այդ ցանկում կա 342 նավ։ Եվրոմիության երկրներին առաջարկվում է արգելել ռուսական հումքով արտադրված նավթամթերքի ներմուծում։ 18-րդ պատժամիջոցների փաթեթի երկրորդ բաղադրիչը բանկային համակարգն է։ Առաջարկվում է խստացնել
թուլացնել Ռուսաստանի բանկերի ֆինանսավորում ներգրավելու եւ գործարքներ իրականացնելու հնարավորությունները, Եվրոհանձնաժողովը առաջարկում է առկա SWIFT համակարգից օգտվելու արգելքը վերածել ամբողջական գործարքային արգելքի Ռուսաստանի Դաշնության 22 բանկերի նկատմամբ։ Բացի այդ, առաջարկվում է տարածել գործարքների արգելքը նաեւ երրորդ երկրներում գործող այն ֆինանսական օպերատորների վրա, որոնք շրջանցում են պատժամիջոցները, ֆինանսավորելով առևտուր Ռուսաստանի հետ։ Նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի, նրա դուստր ընկերությունների եւ ներդրումային նախագծերի նկատմամբ։ Երրորդ կետը ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի արտահանման նոր սահմանափակումներն են, խոսքը վերաբերում է մեքենաներին, մետաղներին, պլաստմասային եւ քիմիական նյութերին։ Մեջբերեմ մենք նաեւ սահմանափակում ենք երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանումը, որոնք օգտագործվում են անօդաչուների, հրթիռների եւ զինատեսակների արտադրության համար։ Ցանկանում ենք վստահ լինել, որ Ռուսաստանը չի կարողանա արդիականացնել իր զինատեսակները եվրոպական տեխնոլոգիաներով, ասել է ֆոն դեր Լայենը։ Բացի այդ, Եվրոմիության երկրներին առաջարկվում է ընդլայնել գործարքների արգելքի կիրառման շրջանակ։ Մեջբերեմ մենք ցանկում ներառել ենք 22 ռուսական եւ օտարերկրյա ընկերություն, որոնք ուղիղ կամ անուղղակի աջակցություն են ցուցաբերում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին։ Պուտինի պատերազմը շարունակելու կարողությունը մեծապես կախված է այն աջակցությունից, որ նա ստանում է երրորդ երկրներից։ Նրանք, ովքեր աջակցում են Ռուսաստանի պատերազմին եւ Ուկրաինայի գրավման ջանքերին, կրում են մեծ պատասխանատվություն, նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս նորությամբ էլ ավարտեմ մեր կարճ եթերը, փորձեցի նույնիսկ վատ լուրերը ներկայացնել մի փոքր հումորով, որ դուք համտեղեկացված լինեք, բայց նաեւ ձեր տրամադրությունը վատ չլինի։ Սպասում եմ ձեր լայքերին եւ արձագանքներին մեկնաբանություններում։ Խնդրում եմ չմոռանալ տարածել մեր եթերները, չմոռանալ, որ օրվա բոլոր լուրերը լավագույն տեսանյութերով հանդերձ մեր Telegram-յան ալիքում են։ Մինչ նոր հանդիպում բարեկամներ, կտեսնվենք։